Ինչ են պահանջում ղարաբաղցիները և ինչ է պատասխանում Հայաստանի կառավարությունը և ինչ պետք է արվի իրականում։ Եվ ինչպես է ստացվել, որ հայտնի ղարաբաղյան կլանի ներկայացուցիչները մեծ կարողություն ունեն Երևանի կենտրոնում, բայց Լեռնային Ղարաբաղի հասարակ տուն կորցրած քաղաքացիները այսօր կանգնած են դժվարությունների առջև։ Մենք չհասկացանք իրականում նախ ինչ է կատարվում, ինչ են ուզում ղարաբաղցիները։ Մեկը ասում է ուզում ենք, որ կառավարությունը շարունակի մեզ ֆինանսական աջակցություն տրամադրի, որ կարողանանք տան վարձը տալ։ Խոսքը գնում է ամեն անձի մասին, որոնք ստանում են 50,000 պլյուս 10,000 դրամ ամսական գումար, և իհարկե մյուս կեսի մասին, մյուս կեսը ասում է մենք ուզում ենք վերադառնալ Արցախ։ Շատ շատերն են ուզում վերադառնալ Արցախ, բայց դա Հայաստանի կառավարությունը չի կարող ապահովել։ Դա կարող է ապահովել միայն Ադրբեջանի կառավարությունը։ Հայաստանի կառավարությունը դա կարող է ապահովի միայն այն ճանապարհով, երբ որ լինի պատերազմ, մենք գրավենք Արցախը, ասենք դե եկեք ապրեք, ազատ է, մենք ենք այստեղ, բայց քանի որ պատերազմի մտադրություն որևէ մեկը չունի, և դա մշտական և երկարատև լուծում չի էլ կարող համարվել, Ադրբեջանի իշխանությունները միայն կարող են ղարաբաղցիներին թույլ տալ, որ նրանք վերադառնան Լեռնային Ղարաբաղ, և ոչ թե կարող են, այլ նաև պարտավոր են։ Իսկ ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների սոցիալական վիճակին, այսօր Բաքվի բանտերում դատվում են մարդիկ, որոնք ահռելի կարողություն ունեն Երևանում, որևէ իհարկե նեգատիվ տրամադրություն չունենք նրանց նկատմամբ, նրանք արդեն իսկ սարսափելի պատիժների միջով են անցել, բայց խոսքը գնում է նաև կառավարությունների մասին, որոնք ղեկավարել են ժամանակին Հայաստանը և որոնք ղեկավարել են ժամանակին Ղարաբաղը։ Հայաստանի ժողովուրդը ևս տուժված է, Ղարաբաղի ժողովուրդը ևս տուժված է։ Մեր երկու, այսպես ասած, երկրների, բայց մեկ ազգության հայ ազգի հողերը տարբեր մարդիկ, տարբեր կլանային համակարգեր մսխել են։ Այսօր ինչպես է ստացվում, որ ղարաբաղցիներ կան, շատ շքեղ կյանքով են ապրում, շատ շքեղ կյանքով, նույնիսկ ասելու չի, թե ինչ կյանքով, մեքենաներ, տներ, դղյակներ Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս, որտեղ որ երկիր, որ հյուրանոց ուզում գնում հանգստանում են, բայց ղարաբաղցին այսօր կախված է պետության կողմից տրված այդ աջակցությունից, որը իր համար շատ կարևոր է, և հասկանում ենք, որ շատ կարևոր է, մարդիկ տուն չունեն Երևանում, որ կամ Հայաստանի ցանկացած մասում, որ բնակվեն, այսօր էլ տուն վարձելը բավականին թանկ հաճույք է Հայաստանի Հանրապետությունում, քանի որ Լեռնային Ղարաբաղ չկա, և այնտեղ չկա նաև ազգային անվտանգություն, Ղարաբաղյան կամ դատախազություն, Հայաստանի Հանրապետությունը իր սահմանադրությամբ չի կարող քննել այնպիսի գործեր, որոնք կվերաբերվեն Լեռնային Ղարաբաղին։ Այսինքն ինչ եմ ուզում ասել, Լեռնային Ղարաբաղը թալանած և Հայաստանում գույք ձեռք բերածին մենք չենք կարող բռնենք դրա համար, որ ինքը թալանել է Լեռնային Ղարաբաղը։ Մենք կարանք իրան բռնենք, օրինակ, հետևյալ կերպով, որ անօրինական հարստացում կամ փողեր, որոնք լվացված են, փողերի լվացման դեպքեր բավականին շատ կլինեն հաստատ, օրինակ ինչ-որ մեկը տուն է գնել Երևանի կենտրոնում կամ տներ, հիմնականում տներ, իրանք մեկ տուն չունեն, իրանք ունեն տներ։ Սրանց կանչենք, ասենք դու Ղարաբաղցի ես, պատերազմող տեղից, չես զբաղվել բիզնեսով, հանքեր չես ունեցել, ոչ մի բան չես ունեցել, բայց ունես դղյակներ, ես որտեղից քեզ։ Քննիչը հարցը տալիս է մեկ թուղթ, մեկ գրիչ, ասում է, այս քեզ թուղթ ու գրիչ հիմնավորի, որտեղից այդ փողերը քեզ։ Հիմնավորումը կարդում է, լինում է համոզիչ, ասում է բարի ճանապարհ։ Չի համոզվում քննիչը այդ տրված ինֆորմացիայով, ամբողջ ունեցվածքը պետականացվում է։ Պետականացնելով այս ունեցվածքը, սա հնարավորություն կտա նախ արդարադատություն վերականգնել, երկրորդ հերթին Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կարիքները ավելի երկար կարողանալ ապահովել, բայց մենք ուզում ենք նաև տեղյակ պահել ղարաբաղցիներին, որ այդ 50 պլյուս 10,000 դրամները հավերժ չեն կարող տևալ, որովհետև այսօր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն այդ հնարավորությունները չունի։
Մենք շատ սարսափելի վիճակում ենք գտնվում եւ առհասարակ ամբողջ աշխարհում է ծանր վիճակը եւ Հայաստանի համար շատ դժվար է նույնիսկ իր թոշակառուներին թոշակ տալը, էլ ուր մնաց ամեն ղարաբաղցու 50 + 10 հազարականներ տան, օրինակ մի քանի տարի, 5 տարի օրինակ։ Մենք շատ կուզենանք, որ դրա փոխարեն տան 200,000, տան 1 միլիոն, ինչքան ուզում է թող տան, մեզ համար դա ուրախալի կլինի, բայց մենք նաև գիտենք, որ իրականությունն ենք ձեզ ասում առանց որևէ բան ձեր դեմ ունենալու, որ հարգելիներս, այս պետությունը այն պետությունը չի, որ այդպես երկար շարունակական ձեզ գումարներ տա։ Նույնիսկ Ֆրանսիան իր փախստականներին այդ չափի գումար չի տալիս։ Իրավիճակը Թուրքիայում շարունակում է մնալ ծանր։ Թուրքական իշխանությունների կողմից արգելափակվել են ընդդիմադիր ակցիաների հեռարձակումները, որպեսզի ճնշումներ գործադրեն ընդդիմադիրների նկատմամբ եւ այդ ամեն ինչը հանրությունը չիմանա եւ փորձեն թաքցնել նաեւ այդ ցույցերի մասնակիցների քանակությունը, որը իսկապես բավականին մեծ է։ Հիմնական ցույցերը տեղի են ունենում Ստամբուլում։ Միլիոնավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ եւ արդյոք Էրդողանը պատրաստվում է գնալ զիջումների։ Այդ ցույցերը տեղի ունեցան այն բանից հետո, երբ որ կալանավորվեց Ստամբուլի քաղաքապետը։ Իշխանական աղբյուրները պնդում են, որ Էրդողանը կշարունակի պաշտպանել իր իշխանությունը եւ կշարունակի մնալ իշխանության ղեկին, ամեն կերպ ճնշումներ գործադրելով ընդդիմադիրների նկատմամբ։ Սակայն ընդդիմությունը պնդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը իրենց համար արդեն մահացած է եւ պետք է հեռանա։ Այժմ ներկայացնում ենք Թուրքիայի ընդդիմադիր գործիչներից մեկի խոսքերը։ Նա այլևս սպառել է իրեն որպես երկրի ղեկավար։ Նրա քաղաքական թիմը այլևս վստահություն չունի։ Էրդողանը դարձավ երկրի ղեկավար նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հաղթելով բավականին քիչ տարբերությամբ, եւ սա իհարկե այն պետական լծակներն էր, որը նա օգտագործել էր իշխանությունը զավթելու համար։ Մենք կարծում ենք, որ նա չի ընտրվել որպես նախագահ, նրանք երկրորդ փուլով միայն վերջին պահին կարողացան ինչ-որ լծակներ օգտագործելով ընտրությունների արդյունքները թեքեն դեպի իրենց կողմը, ինչը որ ավելի նյարդայնացրեց Թուրքիայի ժողովրդին։ Ընդդիմադիրների ձերբակալումը եւ նրանց նկատմամբ տարբեր հետապնդումները բերեցին նրան, որ ամբողջ Թուրքիայի տարածքով այժմ տեղի է ունենում միլիոնավոր մարդկանց կողմից բազմահավաք ցույցեր եւ որը արդեն իսկ սարսափեցնում է Էրդողանին։ Իհարկե մենք նաեւ սպասում ենք գործողություններ նրանց իշխանությունների կողմից այդ ցույցերը լրացնելու կապակցությամբ, բայց միանշանակ